Հայաստանում ներքաղաքականին զարգացումներ կլինեն, այն Սամվել Կարապետյանի հայտարարության ֆոնին կամ հայտարարությանը հետևող, որ ընդդիմադիրներին առաջարկում է հետընտրական կոալիցիա ձևավորել, միավորվել եւ հասկանալ ինչպես պետք է գործող իշխանությանը հեռացնել։ Ցավոք սրտի ստեղ պետքա բան անեմ, ասում է երկու հայի քյալը մի ղադանի մեջ չի եփվում, ինչ տուրկական ասացած կա։ Սկի նախընտրական փուլում չեն միանում, էլ չասած, որ հետընտրականում, այդ մեկ։ Երկրորդը այտենց միավորվելը մի քիչ սուտ է։ Ես դա թուլության նշան եմ համարում, այդ միավորվելու կոչը ոչ միայն թուլության նշան է, այլ նաև ցույց է տալիս, որ պլաների մեջ տենց բան չկար։ Եվ դա նաև նշանակում է, որ Ռուսաստանն է ձեռք քաշել, որովհետև իրենք հիմա փորձում են միավորվել, որպեսզի ստանան աջակցություն եւ երևի թե գումար Ռուսաստանից, որպեսզի այս նախ հետընտրական գործընթացներ ինչ որ բան անեն դրանց հետ, չի լինելու, Ռուսաստանը ինքը իր հունով տենց ինքը իր կրակի վրա տապակվի, իսկ այս հետընտրական գործընթացները պետք է մարեն գնան։ Սա չի նշանակում, որ ես ողջունում եմ այն երկու տեղամասի ձայների չեղարկում։ Ես համարում եմ, որ այդ վերաքվեարկությունը ինչ օրենքով ինչ նախատեսված է, համանրական դատարանը պետք է որոշի, բայց այս գործընթացը չի կա ու այլևս Հայաստանում տենց բան չի կարա լինի։ Ոչ մեկ իրավունք չունի Հայաստանի քաղաքացու ձայնը բանը, այս պետք է մատներին փաթաթան չսարքեն էլի, որ գիտեք ինչ կա, մենք ոնց որ թե չի ստացվել, եկեք, որտեղ որտեղ երկու, այնտեղ 10 շատ ավտորիտար, շատ տոտալիտար դրսևորում էր, դա ինձ խիստ հիասթափեցրել է կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատանքը, որը ժամանակին գոնե փորձում է ինչ-որ մի կերպ ցուցաբերել ժողովրդավարության հանդեպ հարգանք, հիմա ես տեսնում եմ, որ ընդհանրապես ջեբի շուն են հանդես գալի, դա լավ չի, դա շատ վատ է, եւ սա առանձին պետքա պատժվի, նախ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահան պետքա դատվի, զրկվի ընդհանրապես պետական պաշտոն գրավելուց ցմա, այդ եթե չեն նստացնում, եւ ամբողջ կազմն էլ պետքա պատասխանատվություն կրի, սա մեկ, որտեղ այս որոշումը նույնիսկ չէ կարելի հրապարակել։ Իսկ ինչ վերաբերվում է այս ռուսամետ ուժերին, որոնք Հայաստանում են, իրենք Ռուսաստանի հետ միասին կվերջանան։ Հայաստանը կմնա ինչ որ զանգված, որը այս նոստալգիկ բանով կմնա, դե ոնց որ ասեմ, չգիտեմ, սովետը փլելուց հետո կոմունիստական կուսակցությունը 3-4% հավաքում էր, կարա լինի, չի բացառվում, որ ասենք ինչ որ 7-ից 8% մենք ամեն ընտրություններին ունենանք հələ որ, մինչև որ իրենց տարեքները կառնեն այդ մարդիկ, բայց այս թիվը, որ իրենք հավաքել են, սա աբսուրդ է։